Ողջույններ, հետևորդներ ջան, ոնց եք, ինչպես է ձեր տրամադրությունը, մերը խոհանոցային տրամադրություն է, խառը խշտիկ տրամադրություն է, ամբողջ խոհանոցը այսպես խառնաշփոթ արածնճակ է, մի կողմը չիր, մի կողմը լոլիկ, մի կողմը վարունգի մարինատ, ասես մի խոսքով, մի կողմ է, սա ձեզ ցույց կտամ ամբողջության բանկա է, որի մեջ արդեն բանը սամիթը, նեխուրը, ծիծակը արդեն պատրաստ վիճակ է, որը արդեն ընտրել ենք այս դատարկ բանկաները կլպած լոլիկի համար, արդեն հասկացաք, թե մենք ինչ ենք պատրաստում այսօր անել, այսօր պատրաստումը լոլիկի հետ է կապված, շատ լավ լոլիկներ ենք գնել և հիմա ինչ ենք անում, այսպես ջոկ եմ, սիրուն տանեմ մի հատ լավ լվանամ և լցնեմ, որպեսզի խաշվի հետևորդներ ջան, խաշվելը որն է, որ մի փոքր այսպես ճակ տա թուլանա, որպեսզի կլպենք, համ մարինատ անենք կլպած լոլիկով, համ էլ ինչ անենք, կլպած ձվածեղի համար ենք անելու, բայց տեսեք մենք ինչ ձև ենք անելու, կլպում ենք, լցնում ենք բանկաները և առանց աղի շատ համով է ստացվում հետևորդներ ջան, շատ լավ է լինող, մի փոքր շաքարավազ ենք ավելացնելու ընդամենը և այդպես փակենք, որը ձմռանը բացում ես, համ կարողանում ես լոլիկով ձվածեղ անել, համ կարողանում ես հենց այդպես ուտել, համ վրեն կանաչի սոխ կտրատում ես սալաթ է լինում, մի հատ շատ հավեսին ու հետաքրքիր բան է ստացվում, հիմա այսքանը մի հատ անեմ շուտ լվանամ ու լցնեմ, արդեն ջուրը ուզում է եռամեր, մի հատ լավ այսպես չփչփալով, տեղը տեղին լվանում ենք և բերեմ արդեն սկսեմ խաշ տալ։ Մի անգամից մի հատ այսպիսի թաս հեսա լցնելու եմ խաշվելու։ Դեսա պետք է տակ ինքը կլպես, եթե մի փոքր սարվում է, լավ չի կլպվում։ Մի քիչ է կարանք ավելացնենք, տեղ կա, մի քիչ էլ հեսա շուտ լվանամ, հետն ավելացնեմ, ինչքան շուտ է լավ, ենքան լավ։ Ուրեմ լոլիկը գնել ենք, արկղները շուրջ չենք տվել, որպեսզի տեսնենք տակը ոնց է, երեսը լավն էր, բայց ոնց ես նայելով գնում եմ, տակը բավականին այսպես տեսեք ներքած և վնասված լոլիկներ կան, բերել այ այսպես, դրա համար պետք է շուր տայինք, հաստատ բանանենք, հələ տակը տես, ինչքան վնասված լոլիկները այստեղ, տակը թողնված, բայց դե չի կարելի նման ձևով, եթե մարդը գնում է, չի կարելի խապել մարդուն, չլցնես վերեգու արև հանելու արդեն, հանելու է արդեն, դե ես իննեմը քիչ է, սրավը մի քիչ է դե ավելացու, թողներ ես դնելու դրան, հա, պոպուտի դնել, որ դե բանը, քիչ է, դե մի քիչ է ուրեմ ավելացու, անի, չէ, չի էլ է, որ շատ չի կլպալի, ճակ չի տվել թարապես, ճակ պետք է չի էլ է, մի երկու րոպե, որ մի քիչ հեշտ կլպալի, կրտվում անի, Դուք էլ եք այդպես անում հետևորդներ ջան, կան մարդիկ, որ առանց կլպել են անում, նենց ինքը առանց կլպել այդպես դասավորում են բանկաների մեջ, ջուրը լցնում են վրան ու եռացնում փակում, բայց մենք այդպես չենք սիրում, մենք կլպած ենք սիրում, նախ ավելորդ կեղևը ինչ կարիք կա բանկայի մեջ լցնել և փակել, եթե կարող ես կեղևը հանել, համ շատ է տեղավորվում մեջը, համ էլ այդ սոկը ես երևի լոլիկից շատ եմ օգտագործում, սոկը սիրում եմ, լցնում եմ բաժակի մեջ և այդպես խմում եմ, շատ հաջող է լինում, դա ըստ իմ կարծիքն է, մեր տարբերակն է, հետևորդներ ջան,
մարդիկ եկան ասում են կլպում եք համնագնում, կլպում եք էնչիլնում, ամեն մեկը ունի պատրաստելու պրոցեսը, ամեն մեկը ունի իր մտածելակերպը, մոտեցումը, մենք այդ տեսակ ենք անում։ Բայց խորհուրդ կտամ այն պայման ընտրեք լոլիկը, այս երկար սորտը, շատ լավն է հետևորդներ ջան, մսալի, լավ։ Ընդամենը գնել ենք 150 դրամով կիլոգրամը, լավ են, գինն էլ էր նորմալ։ Տակը մի քանի հատ վնասված կար, բայց դե ոչինչ։ Մեզ արի դու բան արա, ես կլպեմ։ Կլպեմ։ Չա, այդ շուտ աղնա։ Սպասս շուտ թանը, որ իրար չգիտեմ հետի։ Այս կլպած մարինատն է։ Հա, այս մարինատը, որը որ բան է, կցենք մարինատը, որը չէ, կցենք ընդեղ։ Ինչը։ Էլի եսա մի հատ դանակի բերեմ, ինչև նրա ալները։ Մեր շունը էլի հաչում է, հետևորդներ ջան։ Կան մարդիկ, որ գրում են բանը, որ ձեր շանը մեկ-մեկ հաց տվեք, ձեր կարծիքի հետևորդներ ջան։ Շունը կարա առանց ուտելու մնա, շունը պետք է հաչա բնականաբար, այսինքն նշանակում որ շունը հաչում է, մենք կեր չենք տալի շանը, կան այդ հետաքրքիր մտածելակերպով, իսկ մեր շունը դուք պատկերացնում եք ինչեր է ուտում, եթե մենք ունենք արագ սննդի կետ, հետևորդներ ջան, դուք պատկերացնում եք ինչեր են ուտում։ Հարը։ Ասելս ու գորը կերը բերելը մեկ է լավ։ Չգիտեմ, բայց Նեշ նավա դուրս կարա։ Հա, դուրս է գալի լավ։ Լավ հավեսին կլպվում է, շատ հավեսին։ Են էլ հանել է։ Հեշտեցի։ Ոնց կարա։ Շատ լավ լոլիկներ է հետևորդներ, հալ տեսեք ինչքան լավ է դուրս գալի ու լիշ մսոտ լավ լոլիկներ է հավեսին։ Այդ տակ-տակ ինքը բնականաբար ավելի արագ է ալնում էլ, ավելի լավ է կրկվում էլ, քան սառը վիճակով։ Ես տենամ է սեղել է հանել եմ։ Այս հողը դեսը վերեք։ Հա, եղել է։ Հանի, շատ կապի։ Անի բան կա այս բանի համար։ 12 հատ ինչն է բանը, կլպածը։ Այս մարինատը, հա։ 12 բան կա։ Մեկ է ձվածեղի համար մի 6 հատ է։ 8 հատ էլ բան կա ձվածեղի համար։ Միատել սա ասա, տելեկով սենց տելեկով։ Լեպով։ Հա, որ դա էփի, Չանդել հետևորդներ ջան, վերջում փոքրիկ սենց խլեպով պամիդոր, դնում են գերեսը, որ հասկանանք, երբ որ եռացնելու ընթացքում, տեսեք, մենք եռացնելու ընթացքում, երբ որ հասկանում ես, որ այս կեղևով լոլիկը, այսպես մի փոքր ճաք է տվել, նշանակում է արդեն պատրաստ է եւ պետք է փակենք։ Այսի մեր կիլո ու կեսանոց բանկաներն է, հետևորդներ ջան, շատ հարմար չափ է այս կիլո ու կեսանոց բանկան։ Օրինակ 2 կիլոգրամը մեր համար շատ է, կիլոգրամը փոքր է, իսկ կիլո ու կեսը նորմալ չափ է, ինձ թվում է բոլորիդ համար է այս չափը շատ հարմար եւ հասանելի չափ է։ Այսպես դասավորվածությունը նորմալ, այնպես որ պատրաստվում ենք ձմռան։ Հիմա ջուրը մի փոքր հետ ուզենա երկա, բերեմ էլի լոլիկ ավելացնեմ, կամ լավ է սա, տանեմ լվամ լցնեմ մի քիչ էլ։ Ու տեսնենք ինչ ենք անում, միարա, յո։ խանութից բան են ուզել, բայց Էսա մի հատ սիրուն լվանա։ Լիքն է կատակ, ասում է քիչ կլնի, էլի տեսիշ քան կա։ Պամիդոր էլի լավ է։ Լավ է, բացի էդ էլ որ ինքը շատ չի փոքրանում։ Ինչա, շատ չի ինքը բանելնում։
ոնց որ տեսներ, դա շուտ նցվում է բանկել։ Բայց այս հակատների հոտերը սիրում եմ լավ հավեսին։ Հաջորդը։ Շատ լավ էր։ Հեսա, անալի հերհանեմ։ Հետևորդներ ջան, բախտներս չբերեց։ Գազը կտրեցին։ Այսօր տվել էին, որ ժամը 10-ից մինչև ժամը 5-ը գազ չի լինելու։ Եկավ ժամը 11-ը չկտրեցին, 12-ը չկտրեցին, հետա ուրախացանք, ասենք, որ վերջ, երևի չի կտրվի, թաղամասերը կարողա ճիշտ չի նշված եղել, այսպես անում էինք, մեկ էլ տեսնեմ, լոլիկը լսել եմ ջուրը հանում եմ, չեմ է նկատել, բայց չի կլպվում, ինչ տեսնեմ, որ գազ չունենք, այնպես որ մնաց կիսան, բայց մեջն ունենք, հեսա երևի կլպասները արանքից դուրս կգա, մի 3-4 բանկա է մնում, որ մի 4 բանկա, 2 հատ էլ ստեղ, այդքան էր մնում, որ լրացնեինք, անեինք, բայց դե ոչինչ, հեսա այս ջրից համը երևի կհերիքի, կտենանք իշքան կլինի, ոչինչ, հեսա կտան են ժամանակ է կշարունակենք, ոչ մի խնդիր, ունենք հոսանքի, հատվածում են դե գազի ես մի կողքը, մի կոմը հոսանք է, բայց դե մինչև նա տաքանա, այսքան ամեն ինչը տեղափոխենք վրան փոքր է լա, չի լինում, այնպես որ ոչինչ, ոչ մի խնդիր, կսպասենք մինչև որ գազերը տան, այս արանքի ես գործ ունեմ, կգնամ բանկ, կգամ, այնտեղ վճարումներ ունեմ անելու, կգնամ բանկ, կգամ ու նորից արդեն գազերը տված կլինեն, կշարունակենք մենք մեր գործը, տեսեք արանքին էլ ինչ էինք անում, որը փոքրիկ էր, մի քիչ բաներ, այսպես ձվածակողը փչացած կամ ինչ-որ բան, այսպես դրած ջոկում էինք, այսպես պամիդորով ձվածեղի համար, այսպես տեսեք, այսպես ջոկում դնում ենք, այդ էլ իրար հետ արանքից դուրս էր գալի, հիմա տենանք ես ջրի մեջ չփակկով չի լինի կլպել, միաղ լեսա հասկանամ, հալը տեսնեք, Այդ երկու բանկերն լցնենք, մի քիչ դժվարության բաց է, մի քիչ է թող մնա, չէ, լավ չի լինում, թող մի փոքրիկ էլ այսպես մնա, հեսա երևի արդեն կփապկի, ոչ մի խնդիր չկա, հա, բա, հլը տեսեք, թե արկղից իշքան վնասված լոլիկ հանեցինք, երեկ ասեցինք շուրջ տանք մենք մեր յաշիկը բարձնենք, հետո որ դե տեսա, որ երեսը լավն է, բարձվեցինք, բայց շփոթվեցինք, տեսեք տակը, թե ինչ է կատարվում, այսպես վնասված, կլցնեմ խոզերը կուտեն հարցը դա չի, բայց դե չի էլ կարելի մարդկանց խապել են մի արկղում էլ է հենք իսուրս ասում է, որ են մի արկղի մեջ էլ է այդպես փչացած հեսա դատարկենք ջոկենք, որ չմնա մեկը մեկին կպնի ու վնասի մեկը մեկին կկպնի և կվնասի ես էլ ես ալեման անեմ, լցնեմ ես էլ էլի պուր այնի վերից հեսա լավ, այդ կկլպենք նոր մի անգամից ես էլ կտանեմ խոզերի համար պատրաստել չէ, խոզերի ժամը չի, ժամը քանիսն է, ժամը դեռ 2:15 է, դեռ հլը մեր խոզերը 4 ժամ ունեն ուտելու, հնենց կերել են առավոտից, որ շարժ, գնալ, գալ, ամեն ինչ, մեր խոզուկները քնած են։ Այսպես իսկ սա ինչ եմ երեք ինչ եմ գնել հետևորդներ ջան մի հատ սա էլ ցույց տամ ինչ եմ գնել եւ ինչ եմ մտածում պատրաստելու համար տեսեք այսպիսի դատարկ տարաներ եմ գնել իրանց այսպես համապատասխան կրիշկաներով վայ առուց կվերցնեմ բանը իրանց համապատասխան կրիշկաներով ինչ եմ պատրաստելու եմ տոմատի հյութ, կծու և քաղցր և վաճառելու եմ իմ խանութ սրահում մեր տնական արդար համով փակած տոմատի սոկը և որոշել եմ հենց նույն այսպես տարաների մեջ պատրաստել կամպոտներ։ Մի քանի հատիկ մալինա, սև սմառոդինա, դեղց
Ինչը որ կլինի կամպոտի համար, այդ է սիրուն, սա լսնենք, նախատեսենք մարդիկ այսօր շատ տեղ են տալի տնականին և բնականին, այնպես որ նման տեսակի բաներ էլ է սպասում, այսպես մի ամսար է բավականին մեծ 15 հատ եմ առաջինի անգամվա համար պատվիրել, տեսնեմ ինչպես կստացվի, նոր կշարունակեմ մնացածը։ Են ուր ընկավ գնաց կորավ իմ կրիշկեն։ Ահա գտանք, չէ, հետո միասին ես այս շշերն է լավ լվանանք շուր տանք ընդեղ, տեղը տեղին, տնեմ այս կոմ, որ լվանամ, նոր արդեն տոմատի հյութը կպատրաստենք։ Հետևորդներ ջան, տեսեք արդեն լոլիկը կրաջրից հանել եմ, այսպես լավ, սիրուն տեղը-տեղին լվացել եմ, ինչ լավ տեսեք ամրացել է, սիրուն, լավ երկար է, այսինքն երկար պետք է լինի, որ ինքը լինի սիրուն տեսքը, բացի հետը կապ ունի ճիրը, եթե դու վերցնում ես իր մեջ, անդադ իր հետ ձեռքով սենց խաղա, երկարացրու, տափակացրու կամ որ ճիրը, որ պետք է լայնանա, դա շատ կապ ունի, դուք է պետք է ձեռքով այդպես անեք, իսկ նայ կարալյոկի ճիրը ոնց են անում, ոչ են թողնում անընդհատ խաղում են, ինքը պարկ ունի հատու գալի, տակից բացում և ինքը երկար սիրուն լինում է, սա սիրոպա ջուրն է հետևորդներ ջան, հիմա արդեն ես լոլիկը կրից հանած լավ լվացած վիճակով լցնելու եմ ես սիրոպա ջրի մեջ մի քիչ մնա ու դնեմ և պելու, գազերը նոր տվեցին, գազերը կտրել են, գազ չունենք, հիմա գազի վրա ուրիշ բաներ այս պահին պատրաստվում և չեմ կարողանա, հիմա ետել ավելի լավ, հիմա կլցնեմ սիրոպա ջրի մեջ, ինքը սիրոպն էլ իրա մեջ մի քիչ սիրուն կքաշի, ու նոր կդնեմ և պելու, այսպես, թող սիրուն սիրոպի մեջ խարնվի, տեսեք արդեն պլպլան սիրուն ընգավ սիրոպի մեջ, ընք մի տեսակ գույնը փոխեց սիրունացավ, հեսա սիրուն վերջացնենք բանկա գազի վրա ու կդնեմ արդեն և պելու, տեսնենք թե ինչ տեսակի ենք ստանում, իսկ արդեն միս լոլիկները, որ արել էի խամ, արդեն բավականին թուլացել են, ես այսպես նայում եմ ու հասկանում եմ, որ արդեն բավականին թուլացել են, իրանց դիրքն են արդեն դիրքսում, հեսա ինձ թվում միակ վերև ներքև անեմ, հեսա տեղափոխություն անեմ, բերեմ այստեղ մի հատ սիրուն տեղափոխություն անեմ, վերև ներքև անեմ ու հասկանանք ինչքանով է այսքան ժամում ճիրը փոխել իրա տեսքը, ժամը 1-ին եմ դրել, հիմա ժամը 5-ն է արդեն, հեսա մոտեցնեմ մի հատ, հոլը հասկանանք, տեսնենք ինչ վիճակում է գտնվում, հիմա, տեսեք ես վերևինները դեռ իրանք մի փոքր են տեսքը բանարել, դեռ վերևում տաքությունը այդքան շատ չի լինում, հիմա հեսա մի հատ վերև ներքև անենք, տեսեք արդեն տակինները թուլացել են, տակիններն արդեն տեսեք ճլորել են այդպես ասած, հիմա այս արդեն տակինը վապշը, սա մինչև հաստատ վաղը լրիվ պատրաստ կլինի, տեսեք մոտիկացնեմ, տեսեք թե ինչ է եղել այս քանի ժամվա մեջ, տեսնենք ինչ ճիր ենք, ասեմ, որ այս ճիրը, քանի որ հանել եմ, տեսեք, արդեն լոլիկից սենց հյութ է եկել, լծվել, հեսա մի հատ ես հյութն է դատարկեմ, այսպես, իրա հյութն է, այսենց, քաղցր ինքը եկած, այդ լոլիկներին է, այնպես որ ափսոս է, այսենց հանում ենք երեսին, չենք թափում, դա շատ լավ է լինում, որ այսպես տեսեք եկեր թանձրացել է, պարտադիր, եթե տակ այսպես լինում է, հանեք այսենց կսեք իրա վրա, որովհետև իրա մեջի հյութը ամենա լավն է, թող լինի սիրուն պլպլան ճիր, վերջ, այսպես, մի հատ ձեռքերս լվանամ,
դնեմ, տանեմ, միացնեմ ու ինչ եմ ուզում ասել, հետևորդներ ջան, ինչ ենք անում այս տեսակով։ Հիմա ես ոնց որ դրեցի, այսինքն մի հատ ինքը բաննի, դուք կարողանում եք այսպես լոլիկը աղով մի թեթև դնեք չորանա, չորանալուց հետո շերշեր ձեթով, սխտորով այսպես հավաքվում է, դա շատ հետաքրքիր ու համով համեմունք է լինում։ Օգտագործվում է ռեստորաններում, շատ լավ ինքը հարգի բան է, կարող եք այդպես էլ անել, ես չեմ պատրաստել, ոչ մի անգամ մայրիկս է պատրաստել, մի անգամ ես վիդեոում ցույց եմ տվել օգտագործելիս, բայց կարող եմ մայրիկիցս իմանալ բաղադրատոմսը ոնց ենք պատրաստում և մի հատ փորձենք, հիմա տանեմ միացնեմ, թող էլի աշխատի։ Ահագին մեծ արդյունքներ էր եղել։ Ես էլ արդեն տեսեք լոլիկը այսպես լցրել եմ։ Տեսակ, հեսա մի քիչ քաշի մեջը ու դնեմ եփվելու։ Վերջապես գազերը տվեցին և մենք շարունակում ենք մեր աշխատանքը, կիսատ մնաց, տեսակ չէ, լոլիկը մեջը արդեն կիսատ մնաց, հիմա արդեն նոր էինք վերջացրել 3 ժամ ավել, գազերը կտրեցին, հիմա վաղուց փակ է վերջացրել էինք։ Հիմա արդեն, բայց մարինատինը արդեն համարյա թե վերջացրել ենք, մնում է ձվածեղինը։ Այդ մի հատն է, ու վсё։ Հեսա լպենանք։ Այսել ես, հալ եսքան նանենք, տեսնենք նորմալ է, նոր կանդրադառնանք։ Հիշտ կրպահում է, ուղղակի մի քիչ տաք է, բայց դե տաք պետք է լինի էլի, որ հեշտ կրպավի, դե չէ, մատերներս վարվեց։ Այստեղ էլ տեսնում եք, արդեն բանկաները եռում են, մարինատինը, որը հասցրել էինք, այդ ժամանակ արել էինք, արդեն եռում է։ Հարունգը, քանի հատ էր, 5? Քաղցրը ավելի լավ առնում, շաքարավազը ինչքան շատ է լինում, այն պետական մարինատները որ կան, որ ուտում ենք ու սենց քաղցրություն է մի տեսակ գալի, քաղցր ոնց որ այդ տեսակ, եթե մի փոքր շաքարավազը ավել ես լցնում, վարունգի մարինատը նկատի ունեմ, ապա լինում է նույն այդ պետականի համին, մենք ունենք երկու տեսակի, այս վերջի բանկաները արդեն այտենց մի քիչ քաղցրով ենք, ավել ենք անում, հասկանալու համար որն է ավելի համով և այտենց լավ է լինում, թե չէ, որ արդեն այդ տեսական ենք։ Նոր զանգել էին, բան էին ուզում, վարունգ։ Բանին էին, լուսինեին էին զանգել։ Մեր թաղից են ուզողներն էլ, են մայիս են տվանը տունը որ առել են են շաշ մայիս ենց։ Իրաստան ապրողները լուսինեին էին զանգել, հա, արմին են, բաներ։ Ասի ասա էր գորից, որ մի քիչ մեծանան, 3 եմ հավաքել հետևորդներ ջան, թե արդեն բավականին ենքան շատ ենք մենք փակել, որ արդեն հերիք է էլի մեզ լրիվ, հիմա արդեն կսկսեմ վաճառել, համ էտ եմ վաճառում, համ լոբիտ եմ վաճառում։ Մեր հարևանությամբ արդեն մի քանի հոգի կան, որ ուզում են, հիմա պիտի հավաքեմ և վաճառեմ։ Լոբին էլ էլի, միտքը լոբի էլ կա։
Արդեն բավականին դրել ենք սառցե խցիկ, բան չի, հերիքա։ Ինձ թվում է այս էլ անենք պիտի որ լցնի էլի բանկաները։ Հլեսը հանեմ։ Չէ, բանը, ձվածեղին էի նկատի ունեմ, մարինատը չեմ ասում։ Լավ է տեղավորվում է մեջը, տեսնում եք, հետևորդներ ջան շատ ա գնում, դե կլեպով ինքը քիչ ա տանում, բայց դե ավել լավ ա, այդ տենցը բան անենք։ Ու շատ հավանում եմ այս տեսակի լոլիկը, համ չափն ա, շատ հարմար, շատ։ Ասենք, որ մեծ հանում ես չես կարողանում ուտես, հեչ հարմար չի լինում, չափն էլ, ինքը հարմար չափ ա։ Այսա հանում եմ էդի արդեն, հանում եմ, արդեն էլաս կլինի։ Մի րոպե էլ մնա ու հանում եմ։ Պիտի աղանք էդի հնը։ Աղաներս որ չենք ասում։ Չէ, վաղը։ Աղալու պրոցեսները ունենք ուրիշ տեսակի բաներ փակելու, հետևորդներ ջան, դա էլ վաղն ենք անելու։ Իսկ այդ բանինը, Էդ արդեն հետաքրքիր նորություն է, հետևորդներ ջան, այդ ձևը, որ մենք պատրաստում ենք, ես ասի չէ, տոմատի փոխարինող, շատ լավն է, այնպես որ կպատրաստեմ այդ ամենայն մանրամասնությամբ սկզբից մինչև վերջ ձեզ կցույց տամ, որ հեշտ լինի ու ավելի հասանելի լինի, պատրաստեք, փորձեք և անպայման ձմռանը կկիսվեք ինձ հետ ձեր մեկնաբանություններում, թե ինչպես է ստացվել և ամեն անգամ էլ բացել ուտելուց էլ կհիշեք։ Ահա փակեցինք, այսպես տեսեք, սիրուն վանկաները շարեցինք իրար կողք, սա մարինատն է, իսկ սրանք էլ հենց այդպես կլպած է ուղղակի ձվածեղի համար, հենց այնպես ուտելու համար, այսպես սիրուն պլպլան մեր վանկաները հիմա փակենք, որպեսզի տաքության մեջ մնա լավ, հավեսին ծածկենք, ինքան գործել արել ենք այսօր, շատ հոգնել ենք, շատ, դե գիտեք զակատները ինչա, ես էլ նոր շուշուտ, ինչ պատրաստեցի, այսպես սմբուկը, առավոտվանից ենքան ընգել ենք աշխատանքով գործով, մոռացել ենք, որ հաց է պետք է ուտենք, այս ամեն ինչ, օրինակ ես զակատի պրոցեսները ինձ հիշացնում է ամանորը, միշտ ամանորին է, չէ, որ խառը լինում առավոտից գործեր, բան մոռանում ես, որ հաց պետք է ուտես, դա էլ դրան նման է, բայց դե չենք բողոքում ոչինչ, թող լինի, թող մենք փակենք, թող հոգնենք, բայց այդպես է, կյանքի հետաքրքրությունն այդ ձև է, հետևորդներ ջան, եթե պատկերացրեք, ասենք թե այն խնդիրն էլ իր կարևորությունն ունի, էլի, այն որ մարդ կա, որ ասենք թե առանց խնդիր, առանց պրոբլեմ, դա անհետաքրքիր անցնող բան է, ինձ համար օրինակ այսա հետաքրքիր է, այսպես պետք է լինի առօրյան առնել, բերել, փակել, աշխատել, հոգնել, հաց ուտել, ման գալ, այդ ամեն ինչը իր հետաքրքրությունն ունի, իմ համար շատ լավ է, չգիտեմ հետևորդներ ջան, ես ինչքան էլ հոգնած լինեմ, ինչքան էլ աշխատած լինեմ, մեկը էլի ուրախ եմ, մեկը էլի լավ եմ, որ առողջ եմ, ձեռքով ոտք ունեմ, կարողանում եմ աշխատել, ստեղծել, դա ամենակարևորն է, թող մենք լինենք առողջ, թող գործը լինի լի, չենք բողոքում և շարժվում ենք առաջ։ Այսքանը իմ շատ սիրելի հետևորդներ ջան մեր այսօրվա լոլիկի պահածոյից, արդեն կմիանամ և ցույց կտամ սմբուկի խավիարը և որ ասացի տոմատի նման սարքվող շատ հետաքրքիր մի հատ բան է, անպայման որ ցույց տամ, փորձեք և կտեսնեք, որ իրոք դա այդպես է, իմ մայրիկն էլ է ուզել այդ բաղադրատոմսը և մենք տրամադրել ենք և ամեն տարի պատրաստում են մեր բաղադրատոմսով, մենք էլ մայրիկիս, այսպես հիմա տոմատի հյութ պատրաստենք հետևորդներ ջան, նախորոք արդեն բլենդերով տեսակ էլի, որ
բլենդերով հարում ենք, որ հեշտ անցնի։ Մի անգամից էլ լցնում եմ։ Ու մաղթանք։ Տեսնեմ ինչպես, հեսա իշնեմ հողամասից կծու բիբար բերեմ, մի մասը կծու պատրաստեմ։ Ես պինդ մասն այստեղ ունեմ, որ ջերով խառնեմ ու լցնեմ։ Լրիվ նորմալ է, հեսա մի փոքր ջուր բերեմ ստեղ լցնեմ։ Այս սերմերն էլ է, այսենց, որ գնա։ Ահա և վերջ, քիչ ենք պատրաստում, փորձնական, հասկանալու համար, թե ինչ է ստացվում։ Թանձր ջուր կավելացրած։ Այդ դու ես դնում, դրանով է պիկուղը։ Մեծ չմանարա շատ համով դեպի տենասություն։ Շատ համով։ Այսենց։ Մի հատ այս բլենդը ուղղեմ, մի փոքր ու բերեմ դնեմ եփվելու։ Ինքսը գույնը ինչ լավն էր, կարմիր լավը, բայց շատ պինդամ ջուր կավելացնեմ։ Էսա համեմունքներն է կլցնեմ, բայց պիտի կիսեի, վայ մոռացել էի, որ կեսը խծու պիտի անեմ։ Էսա մի քիչ միտեղ ոչինչ կվերցնեմ, կծու լինի, համ կծու, համ քաղցր տոմատ լինի, էսա մի քիչն է լցնեմ ստեղ։ Դտուն քիչ է, չէ՞, մենք հավասար անենք, բոլորն էլ ուզում եմ բայց էլի պինդ է։ Բայց էլի պինդ է։ Էլի մի քիչ ջուր ավելացնեմ։ Շատ պնդոտ պոմիդոր է։ Ընթացքում էլ կհասկանամ, եթե բան լինի, պնդոտ լինի, էլի ջուր կավելացնեմ։ Հիմա տեսնեմ ինչպես է խանութումս վաճառվելու, ինձ թվում է ավելի լավ, քան պետականները, դե տնականը ինքը ավելի հաջող է լինում։ Տեղը հեսա գնալ ծուծակ բերեմ։ Ու լցնեմ մեջը։ Առանձին ու չխառնեմ, բայց հեսա որոշել եմ ինչ անեմ, որ տեսնեմ ոնց եմ ջոկում, նշան կանեմ վրեն։ Այն կրիշկի վրա մի հատ կարմիր մանիկյուրից կետ կլինի կծում։ Սյո, հիմա սիրուն տեղափոխում եմ գազաչախի վրա ու ավելացնելու եմ հեսա համեմունքները։ Դրեցի գազի վրա եփվելու։ Այս բանն էլ, այս մանրն էլ ավելի լավ կքաշվի։ Տեսնեմ թանձրությունը, պնդությունը։ Լավ է, դաստինց լավ է։ Ուրեմն ինչ եմ անում, ավելացնում եմ աղը։ Քիչ
չեմ ավելացնելու, որ հետո տեսնել պետք է կանեմ աղ, շաքարավազ, ուրեմն լավրովի լիստ, այս տեսակի, տեսակ սենց սամիքի կոթերա, շատ լավ համատալիս, և քանի որ այս մեկը պետք է անեմ կծու, տեսակ իմ հողամասի կծու բիբարնա, ինչ փայլուն, սիրուն պլպլանա, հիմա ուզում եմ սա գցել մեջը, բայց մի հատ ուզում եմ փորձել կծու է, բարութ հետևորդներ ջան, բարութը լավա, լեզուս պաժար ընգավ, ահա որ կծու էր, դե այդպես է պետք, որովհետև ուզում եմ, որ լինի կծու տոմատի սոկել, մի հատ խառնեմ աղը, շաքարավազը, որպեսզի լուծվի, ու սպասենք, որ երկա, հետո կավելացնեմ սև պերեց հետևորդներ ջան, թող մի քիչ եռա հասկանամ նոր, արդեն տեսեք տոմատի հյութը բավականին սառել է, արդեն լցնելու ժամանակն է, այսպես տարաները սիրուն լվացել պատրաստել եմ, որպեսզի արդեն հյութը լցնեմ մեջը, սա կծուն է հետևորդներ ջան, կծուն հեսա նշան կդնենք, որ նորմալ լինի, տեսեք, Ոնցր ճտած, այո, փակվեց, ստացանք այս ծերի տոմատի հյութ, տեսեք, թե ինչ լավն է, հիմա հաջորդը, տեսեք խտությունն էլ ինչքան լավն է, խիտ համով տնական պատրաստել եմ, ճտտա, որ փակվի, գնի տեղը, արտակարգ, շատ լավ է, փակելն էլ դժվար, 3, 4, եթե մի քիչ պակաս լինի, քաղցրիս կավելացնեմ կրեմ և կլռանա, մի քիչ բերեմ քաղցրից, այսա տեսնեմ մի հատ լցնեմ մոտենամ, քաղցրը ոնց էլ ավելի շատ է, փորձենք լրացնել, խտությունը շատ լավ է, այս էլ ես, դե դա սկզբի համար եմ անում հետևորդներ ջան, փորձում ենք, ինքան է դժվար է կրիշկոների փակվելը, տեսեք արդեն ինքը վրան պոկեց և վնասեց, շատ անսանտ կրիշկաները, մեկը վնասեցինք, ես մեկից աղունց որ, փակվեց,
Ահա եւ վերջ 4 հատ ստացանք գծու տոմատ։ Շատ հաջող է, շատ։ Հիմա հեսա քաղցր տոմատը լցնեմ, պատրաստեմ, որ լցնեմ շիշը։ Գծուն լցրեցի, ընդամենը 4 հատ եղավ։ Իսկ հիմա լցնեմ քաղցր հյութը։ Փակելով։ Գույնը շատ հաճելի է։ Ահա մեծ են տարաները։ Երկուս։ Մեր չայնիկներով լցնելը շատ հարմար է։ Ինձ անմիջապես արագ լցնում ես։ Ոչ կողքերն է թափվում, ոչ էլ են։ Այնտեղ էլի ունենք։ Հեսա լցնեմ կբերեմ։ Քիչ էլ ավելացնեմ։ Էսել ես։ Մի փոքրիկ եք այնտեղ լցնեմ, երևի մի հատը կլցնի։ Ես լասի մի քիչը պահեմ, առավոտը փորձակ եմ, բայց դե որ չի հերիքում, դա ավելացնենք։ Թող լցվի։ Էսել վերջ։ Այսքանը հետևորդներ ջան, տեսակ թե ինչքան եղավ, ուրեմն եղավ 5 հատ քաղցր, չէ 6 հատ քաղցր և 4 հատ գծու, ընդհանուր ունենք 10 շիշ տոմատի սոկ։ Տեսնում եք, գույնն էլ արտակարգ, սիրուն, շատ դուրս եկավ, բնական հյութա, սա հաստատ ավելի լավ կվաճառվի իմ խանութ սրահում, քան պետական տոմատի սոկերը, շատ լավն է, վաղը արդեն կտեղափոխեմ խանութ։ Այսքանը իմ շատ է սիրելի հետևորդներ, իմ այսօրվա խառը, աշխատանքային սենց խառը օրվանից, այսօր էլ հիմա այս պահին ժամ արդեն մոտավորապես 12-ն է գալիս, նոր եմ եկել արագ սննդի կետից, տեսա որ արդեն տոմատի հյութը սառել է, ասիշը լցնեմ, դնեմ սառնարան, որպեսզի հանկարծ չտտվի, դե շոգ է, տաք է եղանակը, այդ իսկ պատճառով հիմա լցրեցի, ավելի լավ է, սա դնեմ սառնարան, թող սառը լինի, վաղը միանգամից հետս կտանեմ աշխատանքի վայր։ Ովքեր որ Ստեփանավանից են, հարակից գյուղերից են, ապա կարող են այցելել մեր Արագ սննդի կետ և օգտվել իմ այսպես համեղ պատրաստած բնական տնական լոլիկի հյութից։ Համեցեք ինձ մոտ։ Այսքանը
Մնացեք Աստծով։